Փաշինյանն ու Ավինյանը զորք են ուղարկել հայ մայրերի վրա։ Էսի Ադրբեջանը չի, Թուրքի սահման չի, միլիցեքին։ Էդ եմ ասում, ժողովրդի դեմ միլիցիայիս հանը ժողովրդի դեմ, Թուրքի ու հայի սահման ես պահում, ում դեմն ես հանում դուք ու հայ ոստիկանին, գետինը մտնի ինքը։ Սահմանները գնացեք պահեք, սահմանները։ Էլի մերն այլի։ Բայց ինչքան չծառայած մարդ կա, գիտես ես ոստիկանների մեջ։ Ասենք ամոթ, ընտրության ժամանակ, ինչի այսքան ոստիկան չվերցրիր գայր շենքերի տակ, որ աթոռիդ կռիվն անեիր, որ հացնեիր աթոռիդ։ Այսօր մարդը պայքարում է իր տան համար ընդամենը, որ մեր երեխեքը ոչ խաղալու տեղ ունեն, ոչ դուրս գալու տեղ ունեն, խոնավությունը վրա դիրա։ Իմ թոռս 6 ամսեկանա պատվաստում ունի ստանալու, ես չեմ կարողանում տանեմ պատվաստամ։ Ոչ գրիպն է անցնում, ոչ հազն է անցնում։ Ինչի համար։ Իրանց նման դաչաներ չունենք, տներ չունենք, արդեն 10 տուն ու քանի դաչա ունի։ Թող այս ինձ սրանցով վերցնի գնա ինքը սահմանը պահի, որ արդեն թուրքը մտնում է Հայաստան։ Այ դրա մասին մտածի, ոչ թե փափուկ աթոռը բռնելա նստելա չի իշնում։ Ընտրության ժամանակ դու գալիս էիր, խնդրում էիր։ Եվ գնալու ենք ու կգնանք կփակենք խաչմերուկը։ Եվ դրանից հետո կառավարություն։ Թվին էլ զարմանում եմ, Փաշինյանը երբ որ դուրս էր եկել, ժողովուրդ տներից դուրս եկեք, լավա լինելու, երգիժն են ուտում, ես են ուտում, ինքն ինչ է ուտում։ Մեր կյանքի հաշվին ինչն է ուտում ինքը։ Ինքն էլ հասավ իր ուզածին, էսի նույն իր շղթան է։ Ոչ մի բանով մեկը մյուսից չի տարբերվում։ Փաշինյանն ասում էր 25 թվին ոչ մի հարակացարան չի լինելու։ Թող գան 5 րոպե ոտ դնեն շենքից ներս։ Ժողովուրդ պատկերացնում եք ինչ խայտարակություն է։ Հայ մայրերի վրա զորք են բերել։ Չնայած էլի մերն են, մեր երեխեքն են, բայց ուղղակի զարմանալի է։ Հողերը հանձնելուց թեքեմ ձեր երեսին, այդքան զինվոր չկանգնացրիք։ Մեր 5-6 հազար երեխեքը մահացան, մինչև օրս դիերը չեն գտնում, թեքեմ ձեր երեսին։ Ուղղակի ցավ ենք ապրում, որ նման քաղաքապետ ունենք, նման վարչապետ ունենք, որ հայ ժողովրդի դեմ ինքը կարա սենց ոստիկան հանի, որ հարցի լուծում տա։ Մենք ամաչում ենք, որ իրանք են մեր ղեկավարը։